Սասուն Միքայելյանը վիրավորվել է եւ օրինակ երեկվա հանրահավաքի ժամանակ ինքը ժամանակ առ ժամանակ ստիպված էր բեմից իջնել, որովհետեւ չէր կարող կանգնել բեմին, նա ծանր վիրավորում ստացել պատերազմի ընթացքում։ Ինչ վերաբերում է խոսույթին, այդ խոսույթը վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղի պսևդո էլիտային եւ նրանց հարակից շրջանակներին եւ դա ճիշտ խոսույթ է, որովհետեւ նրանք քիչ չի փախել են, բառից բուն իմաստով փախել են Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, հիմա էլ եկել են, ուզում են Հայաստանի ժողովրդին եւ նրա Հայաստանի ժողովրդին կրկին ներքաշեն պատերազմի մեջ։ Այո, եւ ես ասել եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված պսևդոէլիտային արմատախիլ եմ անելու Հայաստանի Հանրապետությունը։ Նրանք որպես այդպեսին իրավունք չունեն։ Եվ այո, այդ մարդիկ պետք է պարզաբանեն, հասուն տղամարդիկ, որ այսօր եկել են Հայաստանում, ասում են Ղարաբաղի հարցը եւ այլն, ինչ որ բաներ են պատմում, հարց, իրանք որտեղ են եղել։ Իրանք բացի փախնելուց ուրիշ ինչով է զբաղվել։ Ոչ մի բանով։ Եվ այդ խոսույթը վերաբերում է ոչ թե նրանց, որ կարող էին զոհվել եւ չեն զոհվել, այլ նրանց, ովքեր ընտրել են, որ իրենք պետք է ոչ մի պարագայում չզոհվեն։ Ես էլի ասում եմ, որ իմ որդու մոտ արկից խրամատից իր հետ ծառայակիցները զոհվել են։ Իմ ընտանիքը եղել է Ղարաբաղում եւ դա դարձել է շատ բաների առարկա, շատ քննարկումների առարկա։ Այդ Ղարաբաղի պսևդոէլիտաները, որ ամեն անգամ փախել են ու եկել են էլի Հայաստան ուզում են ներքաշեն կոնֆլիկտի մեջ, այո, իրանք պետք է պարզաբանեն։ Էլի ասում եմ, խոսքը վերաբերվում է այդ թվում Ղարաբաղի ժողովրդին են պատանդի կարգավիճակում շարունակել պահել։ Եվ ես երեք էլ ասացի, որ Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում պահելը ունեցել է մի նպատակ։ Հայաստանի պետականությունը ծնկի բերելը մեղրիով միջանցք ստանալուց հետո։ Մեղրիով միջանցք տալուց հետո։ Մենք այդ բոլոր պլանները ձախողել ենք։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Մեղրին եւ Սյունիքը հանձնելու պլան ա եղել, որը հրապարակված է։ Մենք այդ դուք ձեր հարցը չեք ավարտել։ Ինչքան է պետք ասեք ավարտեք, ես կպատասխանեմ։ Ավարտեք ձեր հարցը։ Վստահ եք։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Սյունիքը եւ Մեղրին հանձնելու պլան ա եղել։ Այդ պլանի իրագործման համար ա տեղի ունեցել հոկտեմբերի 27-ը եւ ես հպարտ եմ, որ այդ պլանը խափանել է։ Եվ այո, Ղարաբաղի պսևդոէլիտայի բոլոր ներկայացուցիչները պետք է պարզաբանեն, թե ինչու իրանք չեն զոհ, ինչու առաջնագծում չեն եղել, ինչու են փախել։ Այո, ես նրանց անվանում եմ փախածներ, եւ այդ մարդկանց կոնկրետ ցուցակը կա։ Եվ հետո ես կարծում եմ, որ մենք առաջիկայում պետք է Ղարաբաղի պսևդոէլիտայի ունեցվածքի ցանկերը հրապարակենք Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի պատկերը ավելի պարզ լինի։ Այսօր նրանք Ղարաբաղի մեր ժողովրդին չեն թողում տնավորվեն։ Մենք պլանավորել ենք առաջիկա 10 տարում 800 միլիարդ դրամ հատկացում անենք, որ այդ ժողովուրդը վերջո տնավորվեն, հանդարտվեն, հանգստանան, պանդուխտի եւ գաղթականի հոգեբանությունից դուրս գան, բայց այդ փոքր փախած պսևդոէլիտա չի ուզում հանգիստ տալ ժողովրդին։ Հետևաբար այդ պսևդոէլիտայի գործունեությունը պետք է զրոյացվի, որպեսզի հանգիստ թողեն։ Իրանք Ղարաբաղում մարդկանց պատանդ են պահել քիչ չի, հիմա էլ Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին ուզում են Հայաստանում պատանդ պահել։ Չի լինելու այդպիսի բան։ Եվ նրանք այո պիտի պարզաբանվեն եւ այդ թվում ապօրինի գույքի բռնագացման համակարգով հատ-հատ այդ տասնյակ եւ հարյուրավոր տները ձեռներից առնելու ենք, հատ-հատ։ Եվ առաջիկայում դա անպայման տեղի է ունենալու եւ ես այդ թվում դրա համար եմ մանդատ ուզում Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդից միջավայրից։ Ղարաբաղի ժողովրդից։ Եվ այդ պսևդոէլիտայի ներկայացուցիչները Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդի առաջ դեռ պետքա պատասխան տան։ Շնորհակալություն զորահանդեսի մասով հարցեր կան, որ այս փուլում է Զորահանդեսի պատմությունը ես արդեն հրապարակային ելույթներում անդրադարձել եմ։ Դուք գիտեք, որ արդեն տարիներ մեզ մեղադրում են
բանակը քանդելու, բանակով չզբաղվելու, բանակում բարեփոխումներ չանելու, դրա փոխարեն օտար երկրներում տներ առնելու, կոռուպցիայի մեջ, բայց ես էլի շատ պարզ օրինակ եմ բերում 91 թվականից ի վեր Հայաստանի հրետանու առանցքային միջոցը եղել է D30 հրանոթ, այսինքն D30 հրանոթը եղել է մեր հրետանային թիվ 1 միջոց։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը գործարանային արտադրության D30 հրանոթ ստացել է 2023 թվականին եւ դուք այսօր D30 հրանոթները տեսաք Հանրապետության հրապարակով անցնելիս։ Եվ ելի ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանը երբ որ ժամանակին ասում էր 80-ականների զենքեր գլուխ էր կովում։ Այդ զենքերը 80-ականների չեն եղել 18 թվի դրությամբ։ Մեր սպառազինության 70 եւ ավել տոկոսը եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Ուրիշ բան, դուք տեսաք D30 հրետանին եւ տեսաք ուրիշ հրետանային միջոցներ։ Ես երեք Հայաստանի քաղաքացիներին էի խորհուրդ տալիս, ասելով, որ մենակ իրանց ֆիզիկական չափերը համեմատեք եւ ձեզ համար պարզ կլինի, թե ինչի մասին է խոսքը։ Եվ մենք ի վերջո չենք կարող 1, 2, 3 բանավոր բազմիցս ընդդիմությանը նաեւ ասել ենք, որ եկեք գնանք, հրավիրում ենք, եկեք տանենք ցույց տանք։ Դադարեցրեք այդ շահարկումները եւ դադարեցրեք այդ շահարկումները, բայց նրանք այդ թվում այդ գործոնը, թե իբր Հայաստանը անպաշտպան է, թե Հայաստանը բանակ չունի, թե իրենք բանակ են ստեղծել, մենք բանակը քանդել ենք, իրանց ժառանգություն թողած բանակը եղել է քանդված։ Այդ որ ասում են կանսերվի կոկոշներ, կանսերվի կոկոշները մենակ բառեզբուն իմաստով կանսերվի կոկոշներին չի վերաբերում։ Սպառազինության 70%-ը եղել է մաշվածության վերջին աստիճանի, իսկ այսօր դուք Հանրապետության հրապարակում չտեսաք թեկուզ մի միջոց, որի առաջին օգտագործողը մենք չենք, եւ որը արտադրված չէ Հայաստանի Հանրապետության համար։ Մեկը կարա հաշվի, քանի միլիարդի զենք է անցել այսօր Հանրապետության հրապարակում, քանի միլիարդ դոլարի զենք է անցել Հայաստանի Հանրապետության հրապարակում։ Իհարկե չեն հաշվի եւ չեն էլ կարող հաշվել։ Սա մեր պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են պետական պարտքը ավելացրել ենք։ Ընդ որում շատ արտադրողներ կան, որոնք նաև վաճառքի պայման են համարում, որ իրենց ապրանքային վարկի փաթեթով ձեռք բերվեն այդ ապրանքները, որովհետև դա փաթեթային ծառայություն է։ Մարդիկ ասում են, որ մենք առաջարկում ենք այս փաթեթը եւ այս փաթեթը։ Դու չես կարող, դա սուպերմարկետ չի, որ գնաց քարտը բան ունես, ասես ես վերցնում եմ, որտեղ մարդիկ ունեն իրենց տնտեսական մեխանիզմները, իրենց շահերը, իրենք ասում են, այս մեխանիզմով եթե ուզում եք վերցրեք, որտեղ այն մյուս մեխանիզմով գները ուրիշ են կամ եւ այլն, այսինքն այդտեղ 1000 մի բարդություն եւ 1000 մի շերտ կա, որի մասին մենք չենք կարող խոսել եւ պետք էլ չի որ խոսենք։ Այդ ով էր տարիներով ասում, որ մենք պետական պարտքը բան ենք արել, կրկնապատկել ենք կամ չգիտենք ինչ։ Ահա, խնդրեմ, մենք ձեզ ցույց ենք տալիս պետական պարտքը։ Ու էլի ասում եմ, պետական պարտքի ձևավորման պատճառը ոչ թե այնա, որ շատ դեպքերում մենք փող չենք ունեցել, այլ դա եղել է փաթեթ։ Մեզ առաջարկվել է զուգահեռ ֆինանսական ծառայության սխեմայով, ասինքն ասվել է, որ վարկ վերցրեք եւ առեք, որովհետեւ իրենք ունեն իրենց ռազմարտունաբերական համալիրների ֆինանսավորման առանձնահատուկ սխեմաներ։ Հակառակ դեպքում գները էականորեն փոխվում են։ Եվ ամբողջ այն ինչ որ խոսում է պետական պարտքի մասին, երկրորդը հյուսիս-հարավ ամբողջ ճանապարհը կառուցվում է այսինքն դա ի սկզբանե առաջին օրից երբ որ պլանավորված ա եղել, դա պլանավորված ա եղել, որ դա վարկային միջոցներով պետք է արվի։ Եվ դա Հայաստանի իրավական դե յուրե պարտավորությունն է, որ պետք է վարկային միջոցներով արվի։ Այսօր նախ հյուսիս-հարավի մի կտորը կառուցվել է, եւ այսօր Ագարակ քաջարանն է կառուցվում, հիմա շարունակությունը կլինի, հիմա Բարգուշատի թունելը կլինի, հիմա Սիսիան քաջարանը կլինի։ Այսօր Հայաստանում ամենաերկար Հայաստանի պատմության եւ հայ ժողովրդի պատմության մեջ ամենաերկար կամուրջն է կառուցվում։ Բայց մարդիկ որ ասում են Մեղրին տալու են, Սյունիքը տալու են։ Սյունիք տվող Քոչարյանը եկել էր մեզ մեղադրում էր Սյունիք։ Մի հատ էլ ասում է որ
իմ հաղթանակը ձեռից եթե ինչ անեն, խլեն, եթե խլելու բան կա, մենակ քո բանտը ձեռից կարան խլեն, դա կարծում եմ այս անգամ չի ստացվի։